պահպանի չույս հավատացելոց Քրիստոս ասված, պահյա պահպանյավորնի առաջկա կացյալ, նորոք պսակյալ ծարայքը սևաղինքս, ընթովայնյավ սուրպ է պատվագան խաչիթոյ խաղության, հրկյա ազատյա երևելի աներևուտ թշնավույն, աժանավագության պարեսկեզ ընթոր և սրբոքույն, այժմ միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Գորիսի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում աղոթք բարձրացվեց նորապսակների համար ամեն տարի փետրվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տիառն Ընդառաջը, որը Գարեգին II-ի տնօրինությամբ հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր։ Գորիսի համայնքապետարանի կողմից օրվա խորհրդով կազմակերպվել էր տոնական միջոցառում։ Քանի որ ամուր ընտանիքը պետության հիմքն է եւ եթե ունենանք ամուր ընտանիք, ապա կունենանք ամուր ուժեղ պետություն։ Այդ իսկ պատճառով Գորիսի համայնքապետարանը շատ լավ է գիտակցում երիտասարդների, երիտասարդ ընտանիքների դերը հասարակության մեջ։ Դրա համար մենք այսօրը մեծ տոնակատարությամբ, մեծ ոգևորությամբ ենք պատրաստվել եւ պատրաստվում։ Ինչպես տեսնում եք, կազմակերպել ենք տոնական միջոցառում, անգամ եղանակային պայմաններ մեզ չեն խանգարում, որպեսզի այդ տոնական տրամադրությունը շարունակվի։ Չնայած հորդ եղանակին երիտասարդները համախմբվել երկու պարով տոնում էին Տիառն Ընդառաջը Գորիսի Գուսանաշուտի անվան մշակույթի կենտրոնի Սյունիք պարային համույթի հոգևոր երգչախմբի մասնակցությունն էլ ավելի տոնական դարձրեց օրը։ Համայնքապետարանը անակնկալներ էր պատրաստել նաև բոլոր մասնակիցների համար, ներկաներին բաժանվեցին հայկական գաթաներ, իսկ երազանքների ծառին նրանք իրենց ցանկությունները կախեցին։ Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցի կողմից նվերներ բաժանվեց նորապսակներին։